Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քննարկումն անցավ բուռն ու միևնույն ժամանակ կիսադատարկ դահլիճում։ Ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ կատարողականին դեմ կամ ձեռնպահ են քվեարկելու, քաղաքական մեծամասնությունը կողմ։ Քննարկումներին ավելի ակտիվ էին ընդդիմադիր падգամավորները։ Սա նկատել էր նաև ազգային ժողովի նախագահը։ Քաղաքական մեծամասնությունից մեկ հոգի է հերթագրվել, Խոսրով Հարությունյանը։ Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը կարողացել է իր ներսում քննարկել, նորից եւ նորից վերլուծել։ Գալուստ Սահակյանի կարծիքով հաշվետվությունը վկայում է, որ Հայաստանը կարողանում է հաջողությամբ դիմագրավել երկրի առջև ծառացած մարտահրավերներին եւ բավարար երաշխիքներ ապահովել խնդիրների լուծման համար։ Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը կարծում եմ լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման, առկա անելիքների գնահատման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ու մոտեցումների ուրվագծման համար։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացարձակապես հակառակ դիրքորոշումն ունի բյուջեի կատարողականի վերաբերյալ։ Նա հայտարարեց, որ կան թվեր տնտեսական աճի վերաբերյալ ցուցանիշներ, բայց չկա ռազմավարություն։ Նա կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով։ Եթե օրինակ կարկուտ լիներ, այդ աճն էլ չէր լինի։ Հայաստանի տնտեսության դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ոչ թե պոմիդորն ու ծիրանը, այլ ինդուստրիալ հիմքերի վրա դրված բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական համալիրը, որովհետև պամիդորով թշնամու ագրեսիայի առաջը չես առնի։ ՕԵԿ խմբակցությունն էլ է դժգոհ անցած տարվա բյուջեի կատարողականից։ Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեց գրեթե բոլոր ոլորտները եւ հայտարարեց, որ կառավարությունն իր խնդիրը չի կատարել։ Եվ բնականաբար մեր խմբակցությունը դեմ կքվեարկի։ ՀՅԴ-ն, որ 2015-ի բյուջեի նախագծին դեմ էր քվեարկել, հիմա հույս ունի, որ կառավարության նախաձեռնած փոփոխությունները կնպաստեն խոչընդոտների վերացմանը։ Մենք 15 թվականի այս բյուջեին դեմ ենք քվեարկել, հիմա բնական է այս հաշվետվությանը մենք կողմ քվեարկել չենք կարող, դաշնակցությունը ձեռնպահ է լինելու։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ պնդեց, որ կառավարության միակ ծրագիրը անծրագիր վարկերն են, բայց այդպես էլ չհասցրեց հայտարարել իրենց դիրքորոշումը։ Խոսքը կիսատ մնաց, Հերմինե Նաղդալյանն էլ առանձնապես չուզեց իմանալ, թե ինչպես է քվեարկելու ՀԱԿ խմբակցությունը։ Այս հանրային բանավեճի նախաձեռնման լավագույն ձևն է, որ արտահերտ Պարոն Զուրաբյան, ձեր ժամանակը լրացել է։ Ներողություն եմ խնդրում։ Շատ կներեք, կանոնակարգը չի նախատեսում ոչ ձեզ ժամանակ ավարտելու համար, ոչ էլ ձեզ սիրելի տիկին Զուրաբյան, ինչ որ մեկի։ Լևոն Զուրաբյանը այնքան մնաց ամբիոնի մոտ, մինչև հաջորդ падգամավորը մոտեցավ, բայց Մելքումյանն էլ չօգնեց Զուրաբյանին։ Մելքումյանը եկել էր կառավարությանն առաջարկելու գնալ գյուղեր ու հանդիպել բնակիչների հետ։ Բյուջեի կատարողականին էլ ոչ դեմ են, ոչ կողմ։ Մենք ձեռնպահ ենք քվեարկել, որովհետև ցուցանիշները 15 թվականի ընթացքում միայն վատացել են։ ՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ոչ իշխանական խմբակցությունների ելույթները որակեց նախընտրական ու հիշեցրեց, որ բյուջեի կատարողականին դեմ խոսող քաղաքական ուժերը հանձնաժողովի նիստերին չէին մասնակցում։ Հանձնաժողովների մինչև դիմադիրները չկային։ Դե մարդիկ զբաղված են, ընտրություններ, նոր կուսակցությունությամբ են զբաղված եւ հանկարծ գալիս են ինչի չեն այնտեղ ելույթ ունենում, որովհետեւ այնտեղ ելույթները մասսայական չեն։ Այստեղ տեսախցիկները շատ են, այստեղ ելույթներն ավելի է մասսայականացվում։ Բոլոր խմբակցությունների ու падգամավորների կարծիքը լսելուց հետո ամբիոնին մոտեցավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նա հիմնավորեց բյուջեի ծախսերը եւ պնդեց, որ կառավարությունը գիտի խնդիրների տեղը։ Բոլոր այն խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ հաշվի առնելով, որ կառավարությունը գործում է թափանցիկ եւ հրապարակային, ինչը մեր երկրի ապագայում մտահոգված կողմերին հնարավորություն են ընձեռնում մշտադիտարկել կառավարության ծրագրային խնդիրների լուծման ուղղված գործողությունները եւ անհրաժեշտության դեպքում արձագանքել ձեռնարկված միջոցառումներին։ 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումն ավարտվեց ֆինանսների նախարարի խնդրանքով, այն քվեարկության կդրվի հարմար պահի։ Խորհրդարանում այժմ սկսվել է հարկային նոր օրենսգրքի քննարկումը։ Զոհրաբ Հավրյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։